Բարև ժողովուրդ։ Այսօր մի թեմա ունենք, կամ կդարձնես քեզ պինդ մարդ, կամ կթողնես, որ դառնաս էժան օգտագործվող թուղթ։ Ով որ ուզեց, սրբի, նետի, այս կյանքում գոյատևիր, ուշադիր։ Ոչ թե ապրես, այլ գոյատևես։ Եվ ուրեմն, ամեն ինքնասեր մարդ ինքնավստահների կողմից տապալվում է։ Ինչ է այդ սիրիր մերձավորիդ ինչպես քեզ պոստուլատը, երբ քո քեզ սիրելու իրավունքը խլած է, ամբողջ մանկությունդ, պատանեկությունդ, կյանքդ փաթեթավորվել է մեկ մտքի մեջ։ Ինքդ քեզ սիրելը տգեղ է, մեղք է, հպարտություն է, հավակնություն է, էգոիզմ է, լրիվ աբսուրդ։ Մարդու նման քեզ պահել չես կարա։ Մի քիչ խոսեցիր, հագնվեցիր մաքուր, խնամված, PR անում, հանգիստ ժպտացիր, հա, տես ինչ վստահ է դարձել, խանգարվել է, բայց եթե ընկնես, սկսես բողոքել, արտասվել, հա, այդ իրանց դուր կգա։ Թույլ մարդ սիրում են, որովհետև թույլ մարդը հարմար է, ներող, հանդուրժող, անկյուն քաշված։ Բայց չէ, տղա ջան, աղջիկ ջան, քո խնդիրը ոչ թե սիրելն է, այլ առաջին հերթին քեզ սիրել չթողնելը։ Ու հենց այդտեղ է քո ճախրանքի կարմիր գիծը, որ դու նստես որոշես։ Այսօր ես պրծել եմ վախից, սկսել եմ ընդունել, այն եմ ինչ կամ, ինչ եմ ապրում, ինչքան եմ արժեքավոր, անկախ նրանից, ինչքան եմ վաստակել, որքան եմ հասցրել, ով ինչ է մտածում։ Եթե ես ապրում եմ, ուրեմն սիրելու արժանի եմ։ Ու հենց այդ սիրուց է սկսվում համարձակությունը, որ դուրս գաս տանից ու փողոցով քայլես այդ էներգիայով, որը չես թաքցնում, բայց հեշտ չի, որովհետև քո դիմաց կանգնած է մի հսկա բանակ, հոգեպես գզվրտված, ճզմված, ներսից կրծված մարդիկ, ովքեր քո լույսից քոր են ստանում, քեզ կասեն իջիր, որ իրանք մի քիչ բարձր զգան, իրանք ապրում են այս ճշմարտությամբ։ Ես ինձ չեմ սիրում, ուրեմն դու էլ իրավունք չունես քեզ սիրելու։ Երբ դու կանգնում ես ու ասում ես ես ինձ սիրում եմ, դու նրանց զրկում ես հարմարության պահից։ Դու արդեն այն խեղճը չես, որ իրանց պետք էր։ Դու էլ կարիքի մեջ չես, որ քաշեն։ Դու էլ չես սպասում, որ մեկը գա քեզ ասի դու լավն ես, որովհետև արդեն գիտես։ Ու դրանից իրանք վախենում են։ Էլ չեն կարա քեզ շանտաժանեն։ Չես դառնա հեշտ թիրախ։ Սա ինքդ քեզ սիրելու հետևանքն է։ Դու դառնում ես ազատ մարդ։ Ու այս կյանքում ամենավտանգավոր մարդը ազատ մարդն է։ Ու գիտես որն է սարսափելին։ Դու դառնում ես ինքդ քո Աստվածը։ Դու որոշում ես քո արժեքը, քո իրավունքը սիրելու եւ սիրվելու, անկախ մյուսներից։ Եթե չսիրես քեզ, մերձավոր չես ունենա։ Կամ կունենաս այնպիսի մերձավորներ, որ քեզ կքաշեն, ներսդ կլափեն ու կասեն. մեղավոր էիր, սիրելու չես։ Դրա համար մի հատ ուղիղ կանգնի, հարգիր քո տեղը, քո մտքերը, քո ձայնը, քո ոտքերի տակը, որ չմնաս մնացածից տվերում։ Սկսիր հենց այսօր, որովհետև ով սիրում է իրեն, նա առողջ է, ուժեղ է, վտանգավոր է, իսկ ով վտանգավոր է, միշտ քայլելու է ճշմարիտ ուղով։ Ոչ թե ուրիշի նշած արահետով, սենց մարդիկ կան։ Դեմքներին ժպիտ, մեջները թույն։ Գան կասեն, չէ, մի քիչ շատ ես քեզ հավանում։ Այնքան ես քեզ դնում, թե բա ինքն իրեն սիրում է։ Եթե ես չսիրեմ ինձ, դու սիրելու ես, հա? Չէ։ Կօգտվես, կքաշես, հետո կթքես ու կասես, հաղթողնես։ Ու այդ սուր փափուկ խոսքերը, իբր եղբայրություն, քույրություն, քո կողքին եմ ախպերություն, դրանց կեսը մարքեթինգային բլեֆ է։ Այս կյանքում իրականում կանգնած ես մենակ։ Ու ով սիրում է իրան, նա չի դառնում էգոիստ։ Նա դառնում է պինդ մարդ։ Էգոիստը այն է, ով իրան չի սիրում ու ուզում է ուրիշներից քաշի այն, ինչ չի կարողանում ներսից ստանալ։ Քեզ սիրելը նշանակում է ճանաչել ինքդ քեզ, չամաչել քո ուժերից, չկեղծել ուրախությունդ, չընկնել զիջումների տակ, երբ ներսից կծում է։ Ու ամենակարևորը, ոտքերդ կոտրած, հոգիդ ջարդված լինի, կանգնես ու նորից ասես. ես կամ, ես պինդ եմ։ Կզգաս, որ մարդիկ կփորձեն քաշել, կասեն բարձր ես թռչում, բա հենց դրա համար են ասում, որ չթռչես, որ չճախրես, որ իրանք չզգան, որ կաղ են մնացել։ Իրանք ոչ թե ֆիզիկապես, այլ այնքան թուլացած են ներսից, որ քո լույսը աչքը խփում է։ Դրա համար ջան, արի նախ սիրիր քեզ ու հետո նոր բարևի մերձավորիդ։ Ու եթե չպատասխանեց, ոչինչ, գոնե ինքդ քեզ չես խաբել։